Ամանորի գիշերվանից Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո կալանավորված Գևորգ Սաֆարյանը առողջական խնդիրներ ունի։ Ոտքն է ցավում, առանց այն էլ սկզբից ցավում էր, անցել էր արդեն, հիմա շատ ավելի բարդացել է վիճակը։ Դեղեր ենք տարել, չի օգնել, բժիշկ են տարել, բժիշկը այնքան էլ ստույգ ոչինչ չասեց։ Մայրն այսօր եկել էր մասնակցելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստին, սակայն այն սկսվելուն պես հետաձգվեց, քանի որ ակտիվիստը չէր բերվել դատարան։ Բարեկապահական ծառայության գունդը գրավելուց հետո այս գործով որևէ դատական նիստ չի կայացել։ Առաջը ընթացքը նորմալ էր, շաբաթը 2, նույնիսկ 3 անգամ դատավարությունը գնում էր, հիմա մի ամիս հետաձգեցին, նորից երկրորդ անգամ մի ամիս հետաձգում են ու վերջը ոնց պետք է լինի, չենք պատկերացնում։ Անցյալ անգամ էլ ծանուցագիրը գնացել էր, բայց քրեակատարողականի ղեկավարությունը չէր թույլատրել։ Պաշտպան Տիգրան Հայրապետյանը համոզված է, ոչ թե դատական նիստերը պետք է հետաձգվեն, այլ Գևորգ Սաֆարյանը պետք է լինի ազատության մեջ։ Այն, որ ակնհայտ անօրինական Գևորգ Սաֆարյանը պահվում է, դա որևէ մեկի համար գաղտնիք չի։ Այն, որ ամեն ինչ տեսանկարահանված էր եւ վաղուց արդեն պետք է որոշում կայացվեր, գոնե կալանքը որպես խափանամիջոց վերածվեր։ Գևորգ Սաֆարյանի գործով պետք է հարցաքննվեն կալանավայրում գտնվող սասնածռերի բազմաթիվ անդամներ։ Պաշտպանը որևէ խոչընդոտ չի տեսնում այս հարցում։ Եթե անձը կալանավորված է, բայց դատարանը որոշում է կայացրել, որ նա պետք է վկա գա հարցաքննվի եւ ցուցմունք տա, ապա նրան պետք է բերեն դատարան եւ նա որպես վկա հարցաքննվի եւ ցուցմունք տա։ Գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 27-ը։ Ժառանգություն կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը Գևորգ Սաֆարյանին կալանքի տակ պահել է եւ արհեստական կերպով դատական նիստերը հետաձգելը կապում է իշխանության թուլության հետ։ Նշում է, թե ումից է վախում իշխանությունը, հա, բոլոր այս դատավարությունները կարելի է նույն վերնագիրը դնել Սերժ Սարգսյանի վախը ու այդ բոլորը սպասարկում են Սերժ Սարգսյանի վախը։ Նա համոզված է, Գևորգ Սաֆարյանը ապօրինի է կալանավորված եւ բերում է իր օրինակը։ Հուլիսի 27-ին ապօրինի հավաք անցկացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու համար իր դեմ գործ է հարուցվել։ Մինչդեռ նա այդ օրը եղել է ոստիկանությունում եւ հատուկ քննչական ծառայությունում։